Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդումը 2025 թվականի գործունեության մասին եւ մեր հարցոպատասխանի ժամանակ էլ պարոն Նահապետյան մենք մեր հարցադրումները հնչեցրեցինք մտահոգիչ, մասնավորապես ես հիմա կուզենայի նաեւ մեր հայրենակիցներին հնչեցնել այս թվերը։ Փաստորեն 2025 թվականի ընթացքում ավարտին է հասցվել 890 վարույթ, որոնցից 617-ը կարճվել են, բացարձակ մեծամասնությունը գործերի հարուցված ուղղակի կարճվել են։ Այսինքն այն ժամանակահատվածում, երբ քրեական գործերը այսպես հարուցվում են, հետո հրապարակայնացվում են, այսպես մեծ միֆեր են կառուցվում, դրանց հետո բացարձակ մեծամասնությունը հենց այդ փուլում կարճվում է, որևէ ստատիստիկա նույնիսկ դուք չունեք, պարոն Նահապետյան, թե ինչ վախճան են ունում այդ գործերը, երբ հասնում են դատարան։ Սա շատ ցավոք մտահոգիչ արձանագրումներ են։ Հաջորդ հանգամանքը, որ ես ուզում եմ առանձնացնել, ուրեմն պարզվում է, սիրելի հայրենակիցներ, որ այդքան ասում են թալանածը վերադարձնում ենք, պարզվում է 2025 թվականին պետությանը վերադարձվել է 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամ։ Առավոտից երեկո խոսում են թալանի վերադարձի մասին, միայն 2025 թվականին պարգևավճար է ստացել կառավարությունը 3 միլիարդից ավել։ Իսկ այսպես կոչված թալանից վերադարձվել է ընդամենը 1 միլիարդ 600-ը։ Այսինքն 1 միլիարդ 600 ստացել են, 2 անգամ ավել միայն կառավարությունը պարգևավճար է ստացել։ Ես էլ չեմ ասում օրենսդիր մարմնին տրված պարգևավճարները եւ մնացած հաստատություններում։ Սա ես ձեր զեկույցից եմ նշում 1 միլիարդ 600։ Ինչպես։ Հա։ Եթե թվերի հետ կապված որոշակի խնդիր կա, ես առաջարկում եմ, որ դուք բարձրաբանենք։ Հաջորդը։ Տիկին Հակոբյան, կարծես թե նաև հանձնաժողովի նիստում քննարկվեց մոնումենտների դղյակի հարցը։ Իրականում ես ուղղակի ապշում եմ, տարիներ շարունակ, մինչև իշխանության գալը խոսել մոնումենտի դղյակներից, իշխանության լինել 8 տարի էլի խոսել մոնումենտի դղյակներից, այմարդ իշխանությունը ձեր ձեռքը չի, բա ինչով եք զբաղված, եկել եք ում վրա եք մունատ գալիս, հաջորդը, բա եկեք այդ մոնումենտի դղյակներից, մի հատ հետաքրքիր դեպք հիշենք, Հովիկ Աբրահամյանի դղյակը։ Հովիկ Աբրահամյանի դղյակը որպես օրինակ վերցնելով գալ իշխանության, բա տեսեք ինչ դղյակներ են նախկիներն իրենց համար կառուցել, ինչ եղավ այդ դղյակի հետ, կալանքի տակ էր դրված, մի քանի ժամում կալանքը հանեցին, ձեր սրտի օլիգարխը գնեց ու նորից դրվեց կալանքի, որևէ մեկը գիտի ով այդ քնիչը, որ կալանքից հանվել է, ինչ արեցիք, դղյակը վերադարձրեցիք ժողովրդին, թե Նարեկ Նալբանդյանին, մի հատ այստեղ կողմնորոշվեք։ Հաջորդը, պարոն Նահապետյան, ձեր ամփոփիչ ելույթի ժամանակ ես ակնկալում եմ, որ դուք կխոսեք նաև քովիդի դեպքի մասով։ Մենք գիտենք, որ քովիդի ընթացքում գումարներ են մսխվել, վատնվել, դուք ասում եք, որ կա գործ հարուցված ընթացքի մեջ, բայց այդպես էլ ավարտին չի հասցվում։ Ուզում եմ դուք բացահայտեք, թե ինչ փուլում է դա գտնվում։ Էլ չեմ ասում անիֆի միլիարդները, որ վատնվել է, որևէ մեկը պատասխանատվություն չի կրում դրա համար։ QR-ի կոդերի մասին իմ հարցադրումը խնդրում եմ, եթե որոշակի տեղեկատվություն կա, պարզաբանեք։ Բայց հետաքրքիր փաստն այն է, որ օրինակ, եթե Միքայել Աճապահյանի դեպքով գործը հարուցվում է, արագ մի անգամից վճիռը կայացվում է, դատապարտվում է, բայց քովիդ լինի, անիֆ լինի, իշխանության հետ փոխկապակցված որևէ խոշոր մսխում լինի, տարիներով այդպես գնում է, անիֆը քանի տարի քննեցիք, որ 1-2 հոգի մեղադրյալ ներգրավեցիք ընդամենը։ Ես Ինֆոկոմի հրապարակումը, կարծում եմ, եթե հարցադրումից հետո պարոն Նահապետյան, կարծում եմ ճիշտ կլիներ, որ դուք գոնե տեղյակ լինեիք այդ հրապարակման մասին, որտեղ բազմաթիվ գործարարներ, այդ թվում նախկինում հայտնի գործարարներ, ում դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, խոշոր 20 միլիարդից ավել գործարար կա, որ մաքսային արտոնություն է ստացել, 20-25 միլիարդի արտոնություններ են ստացել, հետո իրենց փոխկապակցված անձանց միջոցով կամ հենց իրենց միջոցով գումարներ են մուծվել կամ Իմ Քայլը հիմնադրամին կամ ՔՊ կուսակցությանը, ձեր կուսակցությանն են մուծվել։ Ձեզ մոտ հարցեր չի առաջանում, ոնց եք դուք միլիարդների արտոնություն տալիս, հետո այդ մարդը գալիս է կուսակցական չլինելով, օրինակ վճարում է կատարում ՔՊ կուսակցությանը, այստեղ առերևույթ կոռուպցիոն սխեման կա եւ հակակոռուպցիոն կոմիտեն պետք է զբաղվի այդ հարցով։ Մեկ անձից գնումների մասին ստատիստիկա բերեց Տիկին Ջուլհակյանը, բայց ամեն դեպքում սա չի կարող մտահոգիչ չլինել։
Օրինակ, երբ ամեն նոր տարի մեկ անձից գնում է իրականացում միջոցառում կազմակերպելու համար, ի վերջո բոլորս գիտենք, չէ, նոր տարին միշտ դեկտեմբերի 31-ին է գալիս, ուրիշ օր չի գալիս։ Կամ անկախության օրը միշտ սեպտեմբերի 21-ն է, այլ այդ օրը չի փոխվում։ Խի պետք է մեկ անձից գնումներով այդ բոլոր միջոցառումները կազմակերպեն։ Էլ չեմ խոսում ասֆալտի մասին, որտեղով քայլում ես, այնքան ուշադիր ես փորձում քշել, որ հանկարծ մի լուրջ հետևանքներ չունենա։ Լավ, մի կառույց կա, որ պետք է զբաղվի այդ հարցով, ովքեր են մսխել այդ գումարները։ Այստեղ ես ենթադրում եմ, որ կգանք ասեն Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված կազմակերպությունը, իրականում ես ճշտել եմ, նախագահ Քոչարյանի խնամու բարեկամի կազմակերպությունը։ Եթե այդ մարդը որևէ խնդիր կա, տենդեր տվողը դուք եք, վերահսկողը դուք եք, պատժողը դուք եք, գնացեք արեք, ում եք ինչ ասում, հասարակ քաղաքացին կրակը չի ընկել ձեր ձեռքը։ Հաջորդը, պարոն Բագրատյան, ես անկեղծ ասած չհասկացա ձեր ագրեսիան, որ դրսևորեցիք։ Դա անթույլատրելի ագրեսիա էր պատգամավորի նկատմամբ, կնոջ նկատմամբ, որևէ բան ունեք հնչեցնելու, կարծում եմ պատեհ տեղը այստեղ է, որպեսզի գաք եւ հնչեցնեք։ Օրինակ իմ մասին պարոն Հովհաննիսյանն ասում էր, որ ես հեկեր ունեմ։ Դից երկար ժամանակ քննարկում էր Աննա Գրիգորյանի հեկերը, այնպես բոլորից հարցրել եմ, չունեմ ես այդ հեկը։ Դատի եմ տվել, իհարկե մենք դատարանում կհանդիպենք։ Նկատի ունեմ քաղաքակիրթ ճանապարհը, դա է, ոչ թե ագրեսիա իրականացնելը։ Հաջորդը Ես ուզում եմ ներողություն խնդրել մեր հայրենակիցներից, որ հիմա անդրադառնալու եմ ինձ վերաբերող հարցերի, որովհետև այս հարթակը մեր ժողովրդի խնդիրները բարձրաձայնելու մասին է եւ ոչ թե անձնական հարցեր քննարկելու, բայց եւ այնպես այս իշխանության ներկայացուցիչները հավանաբար օգտվում են իմ պարկեշտությունից անձնական հարցեր չքննարկելու եւ շահարկում են իմ անձի հետ կապված բազմաթիվ հարցեր։ Հիմա Տիկին Հակոբյան, նախ ես իսկապես բարեկամաբար ուզում եմ ասել, որ ազգային ժողովը կիսաբաց լուսամուտների սրահը չի։ Այստեղ հատկապես այս ամբիոնից բառերը պետք է ճիշտ ընտրել եւ ազգային ժողովում ճիշտ բառապաշարով հաղորդակցվենք միմյանց հետ եւ ժողովրդի հետ։ Սա առաջինը։ Երբ խոսում եք իմ հայրիկի մասին, հայրս երկար տարիներ, ուզում եմ արձագանքել, որպեսզի անարձագանք չմնա, թե չէ հակառակ պարագայում ես ուղղակի չէի հանդրադառնալ։ Հայրս երկար տարիների պետական ծառայող է։ Այն ժամանակ, երբ դուք կյանքում, ոչ միայն դուք անձնապես, կյանքում չեք պատկերացրել, որ որևէ պետական հաստատությունում ի վիճակի կլինեիք աշխատել, հայրս միշտ պետական համակարգի միջին օղակի պաշտոնյա է եղել, միշտ եղել է։ Եվ հիմա դուք փորձել եք իհարկե նրան հեռացնել աշխատանքից, նրա նկատմամբ հարուցվել է վարույթ, ծառայողական քննություն, որպեսզի ինձ ինչ-որ ձև ցավացնեք։ Ավելին, ես նորից ներողություն եմ խնդրում նման մանրամասնությունների համար։ Հայրս սրտի վիրահատություն կրած, նոր ստենդավորված, տարել բերել են ինչա մի հատ նկատողություն տան։ Հետո այդ նկատողությամբ գնացել ենք դատարան եւ շահել ենք դատը։ Հա ինչ։ Ուզում եք ինձ ցավացնել, դրանով եք ուզում ցավացնել, իմ եղբորը սպային հեռացնելով եք ուզում ցավացնել։ Տիկին Գրիգորյան, վերականգնեք Տիկին Գրիգորյանի 10 րոպեն։ Շնորհակալ եմ։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այդ քայլերով ինձ ցավացնել ուղղակի անհնար է։ Ինձ ցավացնում էր Արցախի կորուստը, հազարավոր տղեկի կորուստը, ձեզ թվում է ինձ անձնապես ցավացնելով հարց եք լուծում, բայց չեք տեսնում տարիներ շարունակ իմ նկատմամբ ինչ անում եք, նույն ձևի կռիվը տալիս եմ։ Տիկին Հակոբյան, երբ ինձ դիմում եք, ասում եք, այ ձեր հայրը եւ այլն, այո, իմ քաղաքական դիրքորոշման պատճառով իմ եղբորը հանել եք աշխատանքից, հորս նկատմամբ անասելի անհասկանալի պրոցեսներ եք սկսել, իսկ դուք իշխանության ներկայացուցիչ լինելով, ըստ մամուլի տեղեկությունների, ձեր ազգուտակին եք տեղավորել ազգային ժողովում։ Հասկանում եք տարբերությունը, հասկանում եք, չէ՞ տարբերությունը։ Շնորհակալ եմ։ Հետո օրեր առաջ այստեղ ընդհանրապես իմ մասին քննարկում էր գրողը տանի, ես կպատկերացնեի, որ սենց ինձ համար նստած որևէ բանի մասին չխոսեմ, իմ մասին քննարկումներ են իրականացնում, էլ գալիս, հատուկ, առաջ գոնե երբ խոսում էի ինձ անդրադառնում էիք, հիմա չեմ խոսում էլ ինձ անդրադառնում եք։ Ինչպես ասում են, սատանան դիվահարվում է խաչից,
որոշ կպայականներն էլ ինձանից ու իմ աննազգանունը լսելուց ցած էլ կրակ կլինի։ Այո, ես շատ ներողություն եմ խնդրում նման անհամեստության համար, դա ինձ բնորոշ չի, բայց դա ձեր վարքագծի ուղիղ իմ արձագանքն է։ Բայց ես ուզում եմ ասել, որ ես երբեք չեմ ներքաշվելու այդ էժան խոսույթի մեջ։ Դուք քո երեխա չեք, դուք քո դեռահաս պատանի չեք, որ գաք այսպես թեթև քարեր քսեք, ես էլ ընկնեմ այդ խոսույթի մեջ։ Դուք լուրջ մտածում եք, ես այդ էժան խոսույթի մեջ պետք է ներգրավեմ, չերազեք։ Ես կոնկրետ պատասխաններ եմ տալիս ձեր բոլոր գործողությունների, իմ անձի հետ կապված ինչքան ուզում եք խոսեք, խի նոր եք խոսել։ Նոր եք դրա մասին խոսում։ 5 տարի է խոսում եք, ի՞նչ է փոխվում։ Ում համար է ինչ փոխվում։ Այն մարդիկ, ովքեր ինձ լսում են, իմ ասածներն ընդունում են, գիտեն են ինչ որ դուք ասում եք։ Եվ ես մտնում եմ այդ խոսույթի մեջ, Բագրատյանից մինչև Շիրակ Թորոսյան, Հայկ Կոնջորանից մինչև Գևորգ Պապոյան, իմաստ չկա։ Եկեք ոչ թե անձանց, այլ գործողությունները ու գործընթացները քննարկեն։ Դա է քաղաքական գործի հիմնական վարքագիծը։ Եվ լավ է, եկել է։ Իսկ ինչ վերաբերում է Քլչի կրտսեր գործընկերոջը Հայաստանի Հանրապետությունում, եթե ստատիստիկա հանենք, թե իր բոլոր ելույթների քանի տոկոսում է, որ ինձ ընդհանրապես չի անդրադառնում, մտահոգիչ կլինի, լավ սենց բան կլինի, ես ժամանակին առաջարկում էի հոգեբան, այս տեմպերով հոգեբուժն էլ նրան չի փրկի, բայց լավ կլինի, պարոն Ռոբինյան, Հաննա Արդարության, այստեղ գալուց ամեն անգամ կամ շատ հաճախ իմ մասին խոսելու փոխարեն, գաք ու պատմեք վերջը ինչ եղավ ձեր Քլչի հետ բանակցությունների արդյունքը, լավ պայմանավորվել եք, որ սահման պետքա բացեք երրորդ երկրների ներկայացուցիչների համար, դիվանագիտական անձնակիր ունեցող մարդկանց համար, ինչ եղավ, դուք դրանից խոսեք։ Բայց, սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ ասել, որ շատ բնական և հասկանալի է այն աժոտաժը և ագրեսիան, որ կա այսօր քաղաքական մեծամասնության մոտ։ Ի վերջո գալիք ընտրություններ են սպասվում, շատ լավ գիտակցում են, որ 50 գումարած մեկ մեծամասնություն որևէ պարագայում չեն կարողանում ստանալ, և կա անդիմություն, որ հավաքական առումով շատ ավելի շատ ձայներ է հավաքելու, այսպես ցնցումների մեջ են ընկել, ոչինչ հանգստացեք, բոլոր գործողությունների համար մարդիկ պատասխան են տալիս, Աստծո առաջ, ժողովրդի առաջ։ Իմիջայլոց Ռուբինյանը մի խոսք էր ասում իր վերջի ելույթում, ասում է, ընդդիմությունը պետք է իր խոսքերի և արածների համար պատասխան տա։ Բա դուք երբեք պատասխան տալու մի ամբողջ հայրենիք կործանելու համար, հազարավոր տղաների կյանքը խորտակելու համար, մեր այն հայրենակիցների համար, ովքեր հիմա գտնվում են Բաքվի բանտում, բայց երբ հարցը հնչեցնում եմ, այդ երբ հարցը պատասխան ունի, սիրելի հայրենակիցներ, 26 թվականի ընտրություններ են, գալիք ընտրություններ են, շատ բան չի մնացել։ Պետք է զինվել համբերությամբ, տոկունությամբ, հստակ գիտակցումով, որ իրավիճակ է փոխվելու եւ որևէ ագրեսիայի չտրվել, որևէ սադրանքի չտրվել։ Անիմաստ գործ է։ Այնպես որ զինվենք համբերությամբ, մինչեւ առաջիկայում իրական իրավիճակ փոխվի։ Շնորհակալ եմ։ Ես ելույթ կունենամ։ Կարամ ես ելույթ ունենամ ավելի Ես չեմ խոսում։ Հարգելի գործընկեր, ֆրացեք հետ, ճիշտ անդե նստած չի, բայց շեֆի որդուն ասեք շեֆի տղա։ Մի ընդհատեք ինձ խնդրում եմ։ Մի ընդհատեք ինձ, զսպեք ձեր էմոցիաները։ Ֆրացեք ասեք շեֆի տղա։ Այդ որ 21 տարեկանում միլիոն փող ունեիր։ Ու որը որ քեզնից ու քո հայրիկից ընդհանուր առմամբ 200 միլիոն դոլարին համարժեք փող եւ գույք, որպես ապօրինի ձեռք բերված գույք, պետությունը պահանջում է։ Ինչ եք երկարացնում, գնացեք մուծվեք բյուջե։ Գիտեք ինչի չեք ասի, որտեղ դուք այդքան չկաք որ ասեք, որտեղ ինքը ձեր շեֆի տղեն է։ Դուք ձեր շեֆի տղու կրտսեր գործընկերն եք։ Ընդհանրապես աշխարհում տենց բան լսել եք, որ ապօրինի գույքի որսորդը, ինչպիսին
ինչպիսին իրենից ներկայացնում է Տիկին Գրիգորյանը, կա հակակոռուպցիոնի ղեկավարին ասի, ինչ է անցած տարի այսքան միլիոն հետ բերվել բյուջե, ոչ այսքան։ Կգնաք ամբողջ խմբակցությունով, այսպես ծերից ծեր, կգնաք շեֆի մոտ, կասեք շեֆ, այդ 200 միլիոնը հերիք է երկարացնես, հույս չունենաս, ընտրությունները չեն կրելու, գնա մուծվի բյուջե։ Սպասում ենք 200 միլիոնը հետ բերեք բյուջե։ Բացի դրանից իդեպ Տիկին Գրիգորյան, զանգեք Վահե Գրիգորյանին, Գևորգյան է թե Գրիգորյան։ Հակոբյան, զանգեք Վահե Հակոբյանին, ասեք շեֆ, դե դուք շեֆեր շատ ունեք, շեֆեր որոնց գցել եք, ասեք շեֆ, ինչ ես թռած, ինչ ես թռած, մի ընդհատեք ինձ, Տիկին Գրիգորյան, սովորեք տիրապետել ձեզ, Տիկին Գրիգորյան, ավելացրեք իմ ժամանակը խնդրում։ Տիկին Գրիգորյան, ի՞նչ է կարգը։ Պարոն Ռուբինյան, մի վարքյան։ Մի վարքյան, բա։ Տիկին Գրիգորյան։ Խնդրում եմ ավելացրեք։ Տիկին Գրիգորյան։ Տիկին Գրիգորյան։ Դուք մի վարքյան լռեք։ Մի վարքյան լռեք։ Այսինքն դուք որևիցե վիրավորանք չի հնչում։ Այսինքն ի՞նչն է վիրավորանք, շեֆ ունենալը վիրավորանք։ Ձեր շեֆն է, ինչ է։ Բազմաթիվ մարդիկ շեֆեր եւ ղեկավարներ ունեն։ Ես ձեր ազատատենչությունը հասկանում եմ, բայց խնդրում եմ դուք գալիս եք ստեղից ինչ ասես, ասում եք։ Ինչ է, հիմա նստեմ ձեր բանով զբաղվեմ, ասենք այդ ամեն ինչը։ Լսեք, այնուամենայնիվ ելույթ է ունենում ազգային ժողովի փոխոսնակը։ Դուք որ ելույթ եք ունենում, որովիցե մեկը ձեզ ընդհատում էր, ես ժամանակ է ավելացնում ու թույլ չէի տալի։ Հիմա էլ ձեզ թույլ չեմ տալի, մի խանգարեք։ Պարոն Ռուբինյան, շարունակեք, խնդրում եմ։ Պարոն Սիմյան, խնդրում եմ ավելացրեք։ Ես կորոշեմ, շարունակեք։ Դե խնդրում եմ որոշեք։ Նաև հատկանշական է, որ Տիկին Գրիգորյանը վիրավորվում է կամ ժխտում է, որ Քոչարյանի շեֆն է, երևի գործ ունենք հերթական ուրացման հետ, փաստորեն Քոչարյանն էլ է պատրաստում գցի ենթադրաբար, որովհետև արդեն հասկացել է, որ Քոչարյանի ուժը չի անցնելու խորհրդարան, ինչպես ասում են, տրանսֆերային պատուհանը բաց է, բայց հետ գալով կիսատ մնաց միտքը։ Հա, զանգեք Վահե Հակոբյանին, ասեք շեֆ, ինչ ես թռած ման գալիս, դու հետախուզման տակ ես։ Արի հետ, արի, ու եթե չեմ սխալվում, իրանից էլ են ինչ-որ գումար պահանջում, արի մուծվի։ Կամ ֆրացեք ձեր շուրջը նայեք, ձեր խմբակցության կեսը ապօրինի գույքով է անցնում։ Ասեք մուծվեք։ Կօգնեք պետությանը, կյանքում մի անգամ մի լավ բան արած կլինեք պետության համար։ Այսքանը ձեր մասին։ Խնդրում եմ չհուզվել։ Հիմա անցնենք ընդհանուր ձեզ։ Պարոն Խաչատրյանն ասում է 004 շրջաբերական կա, բայց բովանդակությունը չենք հաստատել։ Այսօրվա պես հիշում եմ, երբ որ 004 շրջաբերականը տխրահռչակ, դավաճանական հրապարակվեց, Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Մանուկյանը եթերներում, տարբեր եթերներում, եթե պետք լինի, հետո կուղարկեմ ձեզ լինքերը, սկսեցին մեկնաբանել այն մտքերը, որոնք կային այդ 004 շրջաբերականում եւ որտեղ ըստ հրապարակվածի գրված էր, որ Դաշնակցությունը ուզում է մատաղանել մեր անկախությունը։ Իրանք գիտեք ինչ էին մեկնաբանում, ասում են, այդ որ գրած է, այդ չի նշանակում, այլ բան է նշանակում։ Դա ոչ այլ ինչ է, քան հաստատել այդ բովանդակությունը։ Հաջորդը, սիրելի գործընկերներ, քանի որ քննարկում ենք կոռուպցիայի դեմ պայքարը, իրականում ամենամեծ խնդիրը գիտեք որն է, որ մենք այդ հարցը քննարկում ենք ազգային ժողովում, որտեղ ենթադրաբար պետք է ներկաները քննարկեն կոռուպցիայի դեմ պայքարը։ Բայց մենք ունենք խմբակցություն, որը քննարկում է իրենց դեմ պայքարը։ Հասկանում եք, եկել ասում են ինչի է պայքարում կոռուպցիայի դեմ, այն կոռուպցիայի, որը դուք ասում եք կոռուպցիա, դա կոռուպցիա չի, որովհետև դա մենք ենք արել։ Դուք կոռուպցիայի պաշտպաններ եք, հասկանում եք, դուք ի բնե կոռուպցիայի պաշտպաններ եք, որովհետև դուք եկել եք մարդամեկի 200 միլիոն դոլարը պաշտպանելու համար, դուք այլ ֆունկցիա չունեք։ Մարդամեկի 200 միլիոնը ուղղակի իր տղու էլ, չգիտեմ, դրա մասնաբաժինը ինչքանն է։ Էդ եք դուք։ Ու մի կարևոր բան էլ, խնդրում եմ Տիկին Ջուլիակյան, մի խանգարեք էլի ինձ։ Հա, գնա, ես պարոն Մինասյանի հետ հայացքներով զրուցում եմ, մի խանգարեք ինձ։ Թվում էր, թե այսքան տարիներից հետո, հեղափոխությունից հետո, երբ որ ժողովուրդը եկավ ձեզ բոլորից ասեց գնացեք ստեղից, էլի, մեղմ ասեց գնացեք ստեղից։ Դուք պետք է գոնե մի քիչ փոխված լինեիք։ Չեմ ասում, ապաշխարած լինեք, ակնհայտորեն չեք ապաշխարել։ Եկեք 5 տարիա կոռուպցիա եք պաշտպանում։ Բայց մի փոքր պետք է փոխված լինեիք, գոնե լավ, գոնե ձեր, չգիտեմ, ինչ հաշվարկելու ունակությունը պետք է մեծացած լիներ։
Բայց ինչ եղավ առաջին անգամ, երբ որ դուք իշխանություն վերցրեցիք 2018 թվականից հետո։ Նկատի ունեմ Գյումրիում։ Անցած տարի դուք բոլորով իրար հետ, ձեր խմբակցությունը, մի քանի հատ KGB-ի ագենտ եւ այլն, կոմունիստները, իրար հետ բոլորով մի հատ անսուրբ դաշին կնքեցիք եւ իշխանություն վերցրեցիք Գյումրիով։ Ինչ եղավ դրանից կես տարի հետո։ Ձեր ծնունդը ձերբակալվեց կոռուպցիայի մեղադրանքով, կաշառակերության մեղադրանքով։ Համապատասխան մարմինը հրապարակեց ձայնագրություն եւ ըստ այդ հրապարակված ձայնագրության ձեր ծնունդը Գյումրիի փող էր ուզում ինչ-որ բան օրինականացնելու համար։ Ու դուք այդքանից հետո բան ունեք, համարձակություն ունեք, գաք ստեղ կանգնել, ասել, որ ինքը բան է, քաղբանտարկյալ է, հա? Ու հետո էլ թողեք, չէ՞, բոլշևիկներն են պայքարել մեր դեմ։ Դուք բոլշևիկների բանն եք, կոալիցիոն կրտսեր գործընկերն եք։ KGB-ի ագենտների կրտսեր գործընկերներն եք դուք։ Պարոն լեյտենանտի կրտսեր գործընկերն եք դուք։ Կրտսեր գործընկերներն եք դուք։ Բայց սա նույնիսկ սա ամենավատ բանը չի ձեր մասին։ Ամենավատ բանը ձեր մասին գիտեք որն է։ Որ դուք նաև պատերազմի կուսակցությունն եք։ Որովհետև այսքան տարի, ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, 2020 թվականից հետո ինչ հայտարարել եք, դրանից մեկը մենք լսեինք ձեր ասածով անենք, մեր երկիրը հիմա չեր լինի տարածքային իր ամբողջականության սահմաններում, ու մի 5 անգամ մենք պատերազմի մեջ եղած կլինենք, եթե մի անգամ ձեզ լսած լինենք։ Ու հիմա դուք շարունակում եք նույն գիծը։ Ես ուզում եմ մեր ժողովուրդը հստակ իմանա, որ եթե Հայաստանը ընդունի մի քաղաքականություն, որը ասում են այս մարդիկ, Քոչարյանի կուսակցությունը եւ խմբակցությունը, չգիտեմ, սերժականները իրանց Թաթոյաններով, ռուսաստանցի օլիգարխը, բելարուսամետ օլիգարխը, եթե Հայաստանը գնա իրանց ուղով, ինչա լինելու։ Իրանք հայտարարելու են, որ հակամարտությունը ավարտված չի, իրանք այսօր հայտարարում են, որ հակամարտությունը ավարտված չի։ Իրանք հայտարարելու են, որ իրանք չեն ճանաչում Հայաստանի սահմանները Ալմատայի հռչակագրի համապատասխան։ Իրանք ասելու են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը եւ լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ։ Սա է լինելու։ Եվ հետեւաբար հունիսի 7-ի ընտրությունները լինելու են հետեւյալի մասին։ Մարդիկ պետք է ընտրեն կամ պատերազմի եւ կոռուպցիայի կուսակցությանը, կամ չընտրեն նրանց։ Տեսեք, համեստ եմ գտնվում եւ չեմ ասում, որ ընտրեն արդարության եւ խաղաղության կուսակցությանը, բայց չնայած մյուս կողմից էլ ինչի եմ համեստ գտնում, կամ էլ ընտրեն արդարության եւ խաղաղության կուսակցությանը։ Եվ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հունիսի 7-ին պետք է ստանա սահմանադրական մեծամասնություն, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը իր այդ 200 միլիոնը, երբ որ դատարանում ապացուցվի, որ ապօրինի ձեռքբերված է, վերադարձնի բյուջե, որպեսզի Վահե Հակոբյանին բռնենք եւ բերենք Հայաստան, այդ փախածին։ Եվ որպեսզի Տիկին Գրիգորյանը իր նոր ընդդիմադիր կուսակցության շարքերում հնարավորություն ունենա այստեղ նորից լացակումած ելույթներ ունենալ կամ չունենա, այդ արդեն թող ժողովուրդը որոշի, դա արդեն ճաշակի հարց է, շնորհակալություն։ Վահագ Ալեքսանյան, համեցեք։ Հակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Տիկին Գրիգորյան, շատ լավ է, որ ստեղից ասում եք, մենք լուրջ մարդիկ ենք, մեծ մարդիկ ենք, պետք է այսպես խոսենք, այնպես խոսենք, բայց շատ վատ է, որ ազգային ժողովի ամբիոնը օգտագործում եք ինչ-որ, չգիտեմ, դեռահասների ֆլիրտին բնորոշ ինչ-որ արտահայտություններ անելու համար, ինչ է նշանակում ազգային ժողովի փոխնախագահային ասել, ես ձեր մտքից դուրս չեմ գալի, հոգեբանի կանչեք կամ բան արեք, այդ ինչ է նշանակում, այդ ինչ արտահայտություն է։ Անկեղծ բան եմ ասել, այդ ինչ արտահայտություն է։ Հիմա այդ արտահայտությունը մենք արածելնենք որևէ կնոջ հասցեին 1000-ի սեքսիզմի հոդվածով 8 անգամ դատվել էինք արդեն, ինչ է նշանակում, ես ձեր մտքից դուրս չեմ գալի, հոգեբանի դիմեք։ Հիմա ինչ դրա adekvat պատասխանը ո՞րն է։ Դուք իմ ճաշակով չեք, դուք իմ մտքում լինել չեք կարող, դա դրա adekvat պատասխան, ասենք ինչ է նշանակում այդ ձեր ասածը, կներեք իհարկե։ Քաղաքականությունը դրա տեղը չի, Տիկին Գրիգորյան։ Դրա տեղը չի քաղաքականությունը, բայց քաղաքականությունը նաև ստելու տեղը չի։ Եկել այս ամբերից ասում 2025-ին ընդամենը 1.6 միլիարդ է վերադարձվել։ Հարգելի քաղաքացիներ, հիմա այս ստի մասշտաբը որ հասկանաք, սիրելի քաղաքացիներ, որ հասկանաք, թե սուտը ինչ դեմք, ինչ երես, ինչ մարմնավորում ունի, կարդամ։
Ուրեմն, ինչ կարդում 2025 թվականի հրապարակումները առնվազն։ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արարատի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շուրջ 5330 հեկտար մակերեսով հողատարածքի նկատմամբ կադաստրային արժեքը 158 միլիոն ԱՄՆ դոլար կամ 60 միլիարդ։ Սա միայն մի բան է, 60 միլիարդ։ Մենակ մի դեպքով 60 միլիարդ, դուք ստեղից ասում եք ամբողջ տարվա ընթացքում 1.6 միլիարդ, հաջորդը։ Դատարանի վճռով Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Աճարյան 39/6 հասցեում գտնվող 1.6 հեկտար հողամասը, մեկնարկային ներկայացվել է դասական աճուրդի, մեկնարկային արժեքը 2 միլիարդ 229 միլիոն դրամ, մեկնարկային արժեքը աճուրդի։ Դուք ասում եք, ստեղ ամբողջ տարվա ընթացքում մենակ 1.6 միլիարդ է, բայց դա ձեր արժանահավատության մասին է առհասարակ, Տիկին Գրիգորյան։ Դատարանի վճռով Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/3 հասցեում գտնվող 25.6 քառակուսի մակերեսով եւ 1.4 հեկտար մակերեսով տարածք։ Շուկայականին մոտարկված արժեքը 830 միլիոն դրամ։ Դուք ասում եք, որ մենակ ամբողջ տարվա ընթացքում 1.6 է, Տիկին Գրիգորյան։ Դատարանի վճռով Ծաղկաձորի Մեհեր Մկրտչյան փողոցի հասցեում գտնվող 26700 քառակուսի մետր հողատարածքը, 26400 քառակուսի հողատարածքը վերադարձվել է համայնքին, Հայաստանի Հանրապետությանը։ Շուկայական մոտարկված արժեքը 432 միլիոն դոլար։ Սա ընդամենը 3 հատն է, որ ոտի վրա սենց բան արեցի, ուղղակի գտա Տիկին Գրիգորյան։ Բայց հասկանում եք, ձեր սուտը ինչքան խորն է։ Ասում եմ, մենակ մի դեպքով 60 միլիարդ է վերականգնվել, եկել էս ամբիոնից ասում եմ, ընդամենը ամբողջ տարվա ընթացքում 1.6 միլիարդ է։ Կամ ստեղից որ եկել եք ասում եք, այդ բաները արտոնություններ են ստանում ընկերությունները ու հետո հիմնադրամներին բան են մուծում։ Բայց ի՞նչ եք ասում, որ այդ Մաքսատուրքի ամենամեծ արտոնություն ստացած ընկերության տնօրենը ձեր երջանկահիշատակ գործընկեր Մեհեր Սահակյանի հայրն է, ի՞նչ եք ասում։ Ի՞նչ եք ասում, որ այդ Մաքսատուրքերի արտոնության օգտվողների շարքում կա թիվ 1 ընկերություն, ու այդ թիվ 1 ընկերությունը փոխկապակցված է դաշնակցության հետ ու տնօրենն էլ ձեր երջանկահիշատակ Աստված թող հոգին լուսավորի գործընկերոջ հայրն է, ի՞նչ եք ասում։ Կամ այսինքն ասում է ընկերությունները բան են անում, ընկերությունները ստանում են արտոնություններ ու բան, այս անգրագետ լրատվության բան է, էլի մեծ հաշվով, որտեղ որ նայեք, այդ հոդվածները կարդաք, այդ ամեն ինչը կարդաք, չեք տենա, քանի հազար ընկերություն է ստացել առհասարակ արտոնություն։ Ուրեմն ասեմ, մենակ մի ծրագրով, այն որ բիզնեսը գնում է սարքավորում, պետությունը փոխհատուցում է տալիս։ 5176 բիզնես ստացել է աջակցություն։ 5176։ Մի հատ հրապարակում են գտել, այդ հրապարակման մեջ, բան ա տենց, 3-4 բիզնեսի տեր, տեսեք ԿՊ-ի նվիրատվություն ա։ Բակները կարող գիտեք սաղ աշխարհի բիզնեսները պետքա կամ Քոչարյանին ելնեն, կամ Քոչյանի խնամուն ելնեն, կամ Քոչյանի խնամու աղբորին ելնեն, կամ խնամու աղբոր քենուն ելնեն։ Հազար ներողություն ես երկրում ուրիշ բիզնես չի կարա լինի։ Չի կարա լինի բիզնես, որը ատումած ես, որտեղ դուք իրան թալանել եք, որովհետև դուք ստիպել եք, որ ինքը հանրապետությունը լքի, որովհետև Քոչյանի խնամին վաղկին ինչ-որ տարօրինակ ձևի ատենդերները կրել։ Չի կարա լինի տենց բիզնես։ Գալիս են ստեղից խոսում են, օй, բանն Գրիգորյան ասում, ուր է իմ հեկերը, նենց են ասում հեկեր։ Այդ ոնց որ բան ալնի, էլի, ոնց որ ես այդ նույն բանը ասեմ, այդ տոնով է ասում։ Բայց չի ասում, որ ինքը ընկերություն է ունեցել, այդ ընկերությունով ստացել է հեկ կառուցելու թույլտվություն, հետո այդ ընկերությունը չգիտեմ ինչքանով, չգիտեմ ում է ծախել։ Հեկ չունի մարդը, հեկի թույլտվությամբ ընկերություն ունի կամ ունեցել է ու վաճառել է, այդտենց այդ կապը չի տենում ոնց որ թե։ Ու կամ էլ թե բա իմ խոսքը դուք չեք կարողանալու լրացնել, ախր այդ Տիկին Գրիգորյան, այս կյանքում Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում երբեք ու ոչ մեկ չի փորձել լրացնել օյեկին։ Դուք օյեկն եք։ Դուք մեր օրերի օյեկն եք, դուք մարդ օրինաց երկիր կուսակցություն եք, դուք մարդ օրինաց երկիր եք։ Օյեք, ասենք դա ձեր բանն է, կարաք ձեր համար անհատական լոգո ստեղծեք, օյեք, այդ դուք եք, որովհետև դուք ստեղ ձեզ արդարության մարտիկի տեղ դրած, իրականում, ինչ եք արել, էլի ընդամենը։ Քաղաքացիական պայմանագրից փախել թռել եք Վահե Գրիգորյանի քաղաքական թիմ, հետո Վահե Գրիգորյանի քաղաքական թիմից թռել մտել եք էլի Քոչարյանի թիմ։
Վահե Հակոբյանի, կներեք, Վահե Հակոբյանի թիմից թռել եք Ռոբերտ Քոչարյանի թիմ։ Երկար մտածեցի, թե ինչի է տենց տեղի ունեցել, հասկացա։ Վահե Գրիգորյանից դատարանը պահանջում ընդամենը $20 միլիոն ապօրինի գույք, Ռոբերտ Քոչարյանից $200 միլիոն ապօրինի գույք։ Ստեղ ակնհայտ է, որ Տիկին Գրիգորյանի աշխարհայացն ունեցող քաղաքական գործիչը ակնհայտորեն պիտի ընտրեր այն մարդուն, ով ավելի շատ փող ունի, ումից ավելի շատ ապօրինի գույք է պահանջվում։ Տիկին Գրիգորյանի ընտրությունը պետք է ասել, որ չափազանց կանխատեսելի էր, հարգելի գործընկերներ։ Բայց ստեղ լկտիությունը մի ուրիշ չափերի ու ուրիշ մասշտաբների է հասնում առհասարակ, որտեղ ձեզ թվում է, թե դուք կարող եք ամբիոնի մոտ թոշակներից խոսակ։ Դուք կարող եք ամբիոնի մոտ թոշակներից խոսակ, չեք կարող դուք ամբիոնի մոտ թոշակներից խոսակ։ Նույն օրը Արմավիր քաղաքի հրապարակում թոշակառուների հանրահավաքներ։ Տարեցները դժգոհում էին, որ կենսաթոշակներն 2000 թվականն ասա, 2000 թոշակներ 4000 ռուբլա եւ ես որ չունիմ ուտելու փող։ Դենքեն ին թոշակը պահե այսքան ժամանակ 3000-ից 4000 դրամ է տալիս։ Գալիս են 10-ից 15000 փող են ուսում։ 100 կիլովատ ծախսում են 2500 դրամ մորդիստան։ Այդ օրը օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրինությունը հայտարարեց, որ թատերաշրջանի բացումը հետաձգվում է։ Պատճառը դարձյալ սոցիալական էր։ Արվեստագետներն ամիսներով չէին ստացել 12-13 հազար դրամի աշխատավարձերը։ Պարոն Մինասյան, այս ձեր կառավարման թվերն է, ձեր ուժեղ, տենց այդ խառը առաջնորդների կառավարման թվերն է 2000 թվականի, որ այս պապիկները եկել են ստեղ, բողոքում են, ասում են, մեզ 4 ամիսա թոշակ չեք տվել։ Այդ որ տենց մտազբաղ խոսում եք, այս մարդկանցից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է սովից մահացել այդ տարի։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է այդ տարի մահացել, որտեղ սրտի վիրահատության փող չի ունեցել։ Այս ցույց անող պապիկներից քանիսն է մահացել, որովհետև այլ վիրահատության փող չի ունեցել, որովհետև դեղի վիրահատության փող չի ունեցել, որովհետև առողջական ստուգման փող չի ունեցել։ Քանիսն է մահացել։ Քանիսն է մահացել։ Էսի դեպ այն ընթացքն է, որ ձեր փոքրիկ իշխանը դոլարային միլիոնատեր էր արդեն դարել, բայց դուք եկել եք ստեղ ասում եք թոշակները։ Ձեզ թվում է դուք կարաք թոշակներից խոսակ։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում թոշակառու են այս մարդկանց որդիներն ու դուստրերը։ Հիմա նրանք են թոշակառու։ Հիմա գիտեք այդ մարդիկ ինչքան փող են ստանում։ 3000 դրամ էիք թոշակ տալ։ Հիմա նվազագույնը ստանում են 46000 պլյուս 10000 էլ եւ բանով հետ վերադարձով։ Հիմա այս մարդիկ գիտեք, որ անվճար միլիոն դրամանոց սրտի վիրահատություն են ստանում, աչքի վիրահատություն են ստանում, առողջապահական ապահովագրություն ունեն։ Ձեզ թվում է, թե դուք կարող եք մարդկանց աչքերին փոշի փչեք։ Այդ լուրջ եք ասում։ Չեք կարա, որովհետև դուք այս հանրապետության վրա, ձեր այս քաղաքական թիմը, այն ձեր ուժեղ թռածներով, չգիտեմ, այնտեղ Քոչարյանականներով, Սերժականներով, Սերժի պրոտեժե Թաթոյաններով, այն մեկով դուք Հայաստանի քաղցկեղն եք։ Դուք Հայաստանի քաղցկեղն եք այդ ձեր այդ ամբողջ կազմով, որ նստած ծծել եք Հայաստանի Հանրապետության արյունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աշխատանքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական երաշխիքները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը։ Այդ եք դուք արել։ Այդ եք դուք արել, որովհետև դուք ուրիշ բանի ընդունակ չեք, մակաբույծի պես ապրել, մակաբույծի պես ուտել, մակաբույծի պես ծծել մարդկանց արյունը։ Էդ է ձեր կարողությունների վերջնակետը։ Ու բայց այդտեղ կա մի կարևոր բան։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը լավ է հասկանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը շատ լավ է տեսնում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այդ ամեն ինչը ընկալում է, ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին հունիսի 7-ին գնալու է ընտրատեղամաս ու բոլորիդ հատառհատ ըլնեք դուք Քոչարյանի դեմքով, որ չգիտեմ որտեղից եկավ միլիոնատեր դառավ, ըլնի են Կալուգացին, որ չգիտես որտեղից եկավ ու որոշեց, որ պետք է Հայաստանի անկախությունը մատաղանի, ես իմ իր շեֆի առաջ, ըլնի Սերժը իր Թաթոյանով իրեն մեկով, ըլնի են մի մականունավորը, որ մեկը տել ըլնեք, բոլորիդ ուղարկելու է Դոնբաս, հանգստի, հիմիկվանից ձեր Դոնբասի ուղետոմսերը Պուտյովկեքը, որ Դոնբասում գնաք հանգստյան կուրորտներ, վերցրեք։ Հայկ Գոնջորյան։ Միայն խմբակցության անունից եք խոսք։ Արծվիկ Մինասյան խմբակցության անունից։ Հայաստան խմբակցության անունից։ Դա, ագրեսիան ակնհայտորեն արտահայտվեց այլևս, սկսեմ վերջից։ Պարոն Ալեքսանյան, այդ
ձեր նշած ժամանակահատվածը հենց այն ժամանակահատվածն էր, երբ որ հենց նախագահ Քոչարյանի կառավարման սկիզբն էր համարվում եւ այդ ժամանակահատվածից մինչեւ նախագահ Քոչարյանի կառավարման ժամանակահատվածի ավարտը թոշակները 5 անգամ բարձրացան։ Եվ իդեպ այդ մարդկանցից երևի որևէ մեկը սովից չի մահացել, բայց այդ ձեր կառավարման տարիներին այդ մարդկանց թորները եւ ծորները ոչ միայն զոհվեցին, այլ նաեւ մահացան ձեր ապիկար կառավարման հետևանքով։ Իդեպ ուր գնաց պարոն Ալեքսանյանը, այդ թիվը 1 միլիարդ 642 միլիոն 887,983-ը գրված է հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ։ Աննա Գրիգորյանը, որ բերեց այդ թիվը, 24-րդ էջ, բացեք կարտացեք։ Սա մասին է Աննա Գրիգորյանը ասում, նենց հետևողականորեն հեղափոխական sense հարցակումներ եք կազմակերպում, կարծեք թե բանը։ Իդեպ Հարուսակ Ջուլակյանը ուր է։ Հա, արդեն իրեն ասել են, որ իշխանադուստր եմ ասելու իրեն։ Այսպիսով իշխանադուստր, փաստորեն դուք ձեր կարգավիճակին համապատասխան որոշել եք, թե ով իրավունք ունի խոսի կոռուպցիայի մասին։ Այո, մի հատ էլ հաստատեք։ Այո, հաստատեք։ Ու պետայրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ եք դուք։ Հա, շատ լավ եք իրավունքի գերակայության սկզբունքը ճանաչում։ Ու ձեզ որոշել եք վերագրեք Աստծո արդարադատության իրականացման գործառույթը, բրավո, եւ պատահական չի, ձեր հավաքական կերպարը, այդպիսին է ԿՊ-ի մեծ մասը, իրենց վերագրել իրավունքներ, դիմացինին մեղադրել, դատապարտել եւ վերագրել մերկապարանոց հայտարարություններով, ինչպես քիչ առաջ նորից արեց փառահեղ մեր Ռուբեն Ռուբինյանը, փառահեղ մտքեր արտահայտելով։ Իդեպ, քաղաքական հետապնդումների մասով ոչ միայն պարոն Նահապետյան, ձեր եւ մյուս իրավապահ մարմինների գործողությունների հետևանքով է, որ քաղաքական հետապնդումները այսպես առարկայական են դարձել։ Նաեւ այն դրսևորումներով, որ չի արտահայտվում իրավապահ համակարգում, աշխատանքից մարդկանց ազատելու իրենց քաղաքական հայացքների համար։ Իրենց քաղաքական հայացքների համար եւ ոչ միայն իրենք կարող են նույնիսկ իշխանական հայացքներ ունենան, բայց քանի որ իրենց ծնողը, բարեկամը, հարազատը այլ քաղաքական հայացքներ ունի, այդ մարդուն ազատում եք աշխատանքից։ Ազատում եք։ Սպառնում եք չնշանակել աշխատանքի, ինչպես որ օրեր առաջ մի այդպիսի ականատես եղանք այդպիսի մի դրվագի։ Իրավական երկրում այդպիսի հայտարարություններին անմիջապես հաջորդելու էր քրեական վարույթի նախաձեռնումը։ Իսկ դուք ասում եք մենք օբյեկտիվ ենք եւ այլն։ Ձեր օբյեկտիվությունը այնուամենայնիվ միայն արտահայտվում է ցավոք։ Անդիմադիր հայացքներ ունեցող իշխանական հայացքներ ունեցող հատվածի վրա, կարծեք թե անդիմադիր հատվածի վրա ուղիղ հակառակը, բացարձակ սուբյեկտիվ վարքագիծ։ Իդեպ, պարոն Ռուբինյան, կոմունիստների հետ անդադ մեզ եք մեղադրում, որ համագործակցում ենք։ Լսեք, դուք ամեն աստծու առավոտ հայտարարում եք, որ ձեր համար սովետական Հայաստանի եւ սովետական Ադրբեջանի սահմանը սրբազան սահման է եղել։ Այդ սահմանը գծողը ով է եղել։ Կոմունիստները, բոլշևիկները։ Հիմա հետևորդը դրանց ով է, դուք, թե մենք, որ ամբողջ մեր պատմության ընթացքում կոմունիստական ժամանակահատվածում հալածվել ենք կոմունիստների կողմից։ Դուք եսում եք ուզում ինչ մեղադրեք։ Դուք ինքներդ եք բերել երկիրը ժառանգելով երկու պետություն, ժառանգելով 42,000 կիլոմետր տարածքի վրա հայկական ինքնիշխանություն, դուք այսօր բերել եք կանգնեցրել եք անգամ Հայաստանի Հանրապետությունը պետականության կորստի առաջ, մի հատ էլ մուննաթ եք գալիս։ Մի հատ էլ բերում կապում եք կոռուպցիոն երևույթների դրսևորումների հետ
եւ պարոն Քոչարյանն էլ, Անդրանիկ Քոչարյանն էլ խոսում է ու հպարտորեն խոսում է Վազգեն Սարգսյանի որպես հպարտ անձի հետ ընկեր լինելու մասով։ Դա էր, հա։ Դա երև պարոն Քոչարյան, պատճառը, որ այսօր հպարտորեն նստացեք մի քաղաքական ուժի կազմում, որը կորցրել է Վազգեն Սարգսյանի ձեռքբերումը։ Որպես, այո, դրա համար էլ հոկտեմբերի 27-ի համար դուք որպես գլխավոր շահառու համակարգող նախարարի ֆունկցիա եք ուզում ստանձնել։ Այն ժամանակ, երբ որ երջանկահիշատակ սպարապետի արյունը դեռ չէր չորացել։ Սա էր ամենայն հավանականությամբ ձեր ձգտումն ու Պարոն ցանկությունը։ Քոչարյան, մի խանգարեք։ Եվ ես այս ամբիոնից մի քանի անգամ ասել եմ եւ հիմա ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել։ Այն ինչ դուք անում եք, հանցագործությունը, առերևույթ հանցագործություն ոչ միայն ներկա, նաեւ ապագա սերունդների հանդեպ։ Այստեղ падգամավորներից մեկը, չեմ հիշում ով էր, ինձ մեղադրեց ոչ ավել ոչ բան եմ բանում, թե իբր ես դեմ եմ արտահայտվել, որ կոռուպցիոն հանցագործություններով թալանվածը հետ բերվի։ Լսեք, հասկանում եմ, որ դուք մանիպուլյացիայի վարպետ եք, խոսքերը կեղծելու, ստելու, գլխի վրա շուռ տալու վարպետներ եք, ձեր այդ իշխանական աթոռը պահելու համար ամեն մի կեղծ մեղադրանքի գնացող եք, բայց չի կարելի բացահայտ ստել, կեղծել, մարդկանց վերագրել բաներ, որ տեղի չեն ունեցել։ Ի վերջո, լավ, ժողովրդից չեք վախենում, Աստծուց վախեցեք։ Դուք խոսում եք ժողովրդավարության մասին, ժողովրդի իշխանության մասին, մի հատ էլ հատատա եք գալիս։ Լավ, այո, հունիսի 7-ը հեռու չի։ Եվ ժողովուրդը իր խոսքը պետք է ասի։ Պետք է վերջ տա այս ստին ու կեղծիկին, այս ատելությանը, որ դուք սերմանել եք, այս թաքնված կոռուպցիային, որ դուք ամեն Աստծո առավոտ գործադիրից մինչև ամենավերջին հանրային ծառայողը փորձում եք ներթափանցել այդ համակարգի մեջ։ Դուք ասում եք համակարգեր ենք ստեղծել։ Այ ձեր խոսքի, ձեր մտքի շարունակությունը հենց դա է, քանի որ ստեղծել եք, ուրեմն պիտի ծառայի ձեզ։ Սա եք դուք ասում։ Պատահական չէ, ասում է, բա այդ բիզնեսմենները ում է պետք է վճարեին։ Բա մեզ պետք է վճարեին, բա խո ձեզ չէին վճարի։ Ոտ, բոլոր 5 հոգու անուն կարամ տամ, պարոն Եղոյան, 5 հոգու, այս ամբիոնից։ Այտենց չի ասա, ուրիշ ծով։ Պարոն Եղոյան, լրեք։ Իդեպ, այդ ռեպրեսիաների շրջանակում, դուք եթե մի քիչ անկեղծորեն փորձեք ձեր անունը, ձեր դեմքով հանդես չգաք, հա, ձեզ հարյուրավոր տեղեկություններ կգա, թե ինչպես է մարդկանց ազատում աշխատանքից։ Ես հիմա անուն չեմ տա, բայց մարդուն ազատել են աշխատանքից իր հոր ընդդիմադիր հայացքների համար։ Պատգամավոր մարդու բարեկամին գործուն ազատում են աշխատանքից, որ իր հայրը պատգամավոր է։ Եվ հակառակը։ Բազմաթիվ են դեպքերը, եւ ով որ լսում է ինձ գործադիրից, գիտի ում մասին է խոսքը։ Գիտի։ Եվ քանի որ անդադ ռեպլիկներ եք բաց թողում դալիճից, մտքից թելա անդադ փորձում եք կտրել, լավ բան չի դա։ Դա լավ բան չի։ Վերջում, պարոն Նահապետյան, իսկապես անկեղծորեն չափազանց կարևոր է, հատկապես նախընտրական շրջանը, այս փուլում լինել շատ զգոն, բայց այն հայտարարությունը, որ փետրվարի 7-ին դուք կատարեցիք, քրեական օրենսգրքի 221 հոդվածի հրապարակմամբ, շատ վտանգավոր է, եթե այդ հոդվածը իրավական որոշակիության տեսակետից հստակություն չմտնի։ Այնտեղ, օրինակ, դուք եթե այդ հոդվածը այսօր կիրառեք, այսօր կառավարության ղեկավարից մինչև շարքային ԿՊ-ական նկատմամբ պիտի քրեական վարույթ նախաձեռնեիք, որովհետև իրենք խոստացել են ընտրողներին կոնկրետ, ընտրողներին ծառայություն կամ աշխատանք։ Սրանք այս հոդվածի պայմաններում, այս
այս հոդվածը այդ ձևով ներկայացնելու պայմաններում սարսափելի եւ խայտառակ վիճակ է ստեղծելու։ Ուզում եմ տեղեկացնել իդեպ, որ մենք այս հոդվածի սահմանադրականության հարցով առաջիկայում դիմելու ենք սահմանադրական դատարան իրավական որոշակիության եւ հստակության մտցնելու տեսակետից։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Սպասեք։ Պարոն Մինասյան, մի գնացեք, որտեղ ձեզ առաջարկ ունեմ մի հատ։ Հարգելի գործընկերներ, նախ անցնեմ առաջարկից։ Ինչպես։ Չէ, ձեր գիտեք ոնց է ձեր իմ եւ ձեր ելույթների հարաբերությունները։ Ամեն անգամ, երբ որ ես գալիս եմ ու դուք միանգամից գնում եք, ոնց որ չեմ կարում ձեզ որսամ։ Անորսալի ջոյի կարգավիճակում եք, էլի ամեն անգամ։ Դրա համար եւ հաճելի չի արդեն ձեր աթոռների հետ խոսալ, դրա համար խնդրեցի մնալ։ Ու միանգամից սկսեմ նրանից, որ դուք մեզ մեղադրում եք դաշնակցության դեմ արշավ անելու մեջ։ Դուք խոսում եք մեր վարկանիշից։ Դուք ասում եք, որ այ դաշնակցությունը 135 տարվա կուսակցություն, մի հզոր կուսակցություն քաղաքական դաշտի, ազգային արժեքների սյուներ։ Շատ լավ, ես առաջարկ ունեմ, պարոն Մինասյան, պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ։ Եթե այդպես է, ուրեմն մենակով գնացեք ընտրություններին։ Կարաք։ Դաշնակցությունը, 135-ամյա դաշնակցությունը առաջարկում եմ մենակով գնա ընտրության։ Ոնց դուք ասելիք չունեք մեր ժողովրդին։ Բա 135-ամյա դաշնակցությունը, բա 135-ամյա դաշնակցությունը կգնա կմտնի 71-ամյա Քոչարյանի թևի տակ։ Բա ձեզ սազած ժողովուրդ։ Բա դուրս եկեք այդ թևի տակից։ Բա որպես 135-ամյա կուսակցություն մի հատ ձեր խոսքը ասեք, ձեր ասելիքը մի հատ ասեք, ժողովուրդ։ Ամեն անգամ գալիս ասում եք մենք 135-ամյա կուսակցությունը, կամ ինչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանը դաշնակցության հետ, ժողովուրդ։ Դուք սոցիալիստական ուժ եք։ Ռոբերտ Քոչարյանը բան վայրի կապիտալիստ ավարառու, որ բանով դատախազությունը 200 միլիոն թալան է պահանջում։ Դուք ինչ կապ ունեք։ Դուք իրականում այն մարդկան շահերի պաշտպանն եք, ումից որ թալանվել է այդ գումարը։ Դուք ձեր ընտրած զանգվածին, դուք ձեր ժողովրդին թողել եք, գնացել եք այդ ժողովրդից թալանողին եք բանանում։ Ծխծրեց պարոն Մինասյան։ Չէ, լավ գնաց եւի քննարկի առանցին հանդես գալու։ Ինձ ասեց որ գնում է ծխի։ Ինձ ասեց որ գնում է ծխի։ Պարոն Մինասյանը ասում, հա այնտեղ SMS գրեց, ասեց մի հատ զանգեք դուրս գամ։ Պարոն Մինասյանը ասում է Աստծուց վախեցեք։ Պարոն Մինասյան, այդ դուք եք Աստծուց վախենում։ Դուք անձամբ չէ, էլի դաշնակցությունը ձեր գործընկերները։ Դուք եք Աստծուց վախենում։ Բա Աստծուց վախեցողը Քոչարյանի հետ գործ կբռնի։ Բա Աստծուց վախեցողը Քոչարյանի հետ ընդհանրապես բառ կփոխանակի, եկել եք խոսում եք Աստծուց։ Հա, բան, մի հրաշալի բան է, երամիասնություն է, դաշնակցություն Կտրիշ Ներսիսյան եւ Ռոբերտ Քոչարյան։ Չէ, մի չէ, Սուրբ Երրորդություն։ Աստծուց վախեցողներից նայեք։ Այստեղ տապան եմ նկարել, բայց չեմ հասկանում ինչ եմ նկատի ունեցել։ Հա, Արմենի Կիրեղյանը գնացել է։ Ասում է բանը ԿՊ-ի 50-յակում չմտած մարդիկ մտահոգվում են, որ կարող է իրենց հիպոթեքները չփակեն դրա համար եւ ինչ որ տեքստեր է ասում։ Ա դուք ձեր հնգյակի մասին մտածեք, մեր 50-յակի հետ ինչ գործ ունեք։ Դուք ձեր հնգյակի մասին մտածեք, որ դա չեք ունենալու։ Դուք մնալու եք այդ նշած ողի տակ։ Դրա համար եմ ասում, Քոչյանի թևի տակից դուրս եկեք, գոնե արժանապատիվ նշած ողի տակ կմնաք։ Չնայած ձեզ Տիկին Կյուրեղյան առաջարկում եմ, այս տապանը դրա համար եմ բանել, առաջարկում եմ անդամագրվել Նոյան տապանին։ Այդ տապանի մեջ ձեր համար հաստատ տեղ կգտնվի։ Եթե 37 թիվն է, գալիս եք անդադ մեզ մեղադրում եք 37 թիվ անելու համար։ Հետո գալիս եք այս ամբյոնից ասում եք, որ այս բիրտ իշխանությունը ցանկացավ աշխատանքից ազատել բանի քաղաքական բանի Ժաննա Դարկի հորը, բայց չկարողացավ։ Բա 37 թվին ուզենային որևէ ընդդիմադիրի հոր աշխատանքից ազատեն ու չկարողանան։ Կարող է աշխատանքից ազատեն միամտաբար հայտնվել բանում, համակենտրոնացման ճամբարներում։ Չէ, դե ես այդքան չեմ բանանում, խորանում։
Դուք ախր ձեր տեքստերը մեկը մյուսին հակասում է։ Ձեր երկու տեքստ, դուք ոնց որ ասենք երկու քայլ հաշվարկելու ունակություն չունենաք։ Ձեր տեքստը մենակ մեկ քայլանի տեքստեր եք ասում։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ապօրինի գույքի բռնագազման օրենքը, հարգելի գործընկերներ, դուք վիճարկել եք սահմանադրական դատարանում պաշտպանելու համար այն ապօրինի գույքը, որը որ դուք կուտակել եք։ Ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ դուք խոսում եք կոռուպցիայի դեմ պայքարից եւ ուզում եք մեր ու ձեր միջև հավասարության նշան դնել, ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում ստեղծվել էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որի ղեկավարը ոչ ավել ոչ պակաս Հովիկ Աբրահամյանն էր, որը այսօր մեղադրվում է ապօրինի գույքի բռնագազման օրենքով, երևի ամենաշատ երրյակի մեջ է, թոփ երրյակի մեջ է, երևի Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Խաչատրյան, Հովիկ Աբրահամյան, այդ երրյակի մեջ են, հասկանում եք։ Այդ երրյակի մեջ եք, ընդ որում, մեր շատ սիրելի Արծվիկ Վինասյանը, որը գնաց ծխելու, այդ ժամանակ հանդիսանում էր նախարար, եթե չեմ սխալվում, էկոնոմիկայի նախարարներ Հովիկ Աբրահամյանի կառավարությունում, որը հանդիսանում էր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախագահը։ Ես չգիտեմ, այդ ժամանակ դարդերից ծխում էր պարոն Վինասյանը, թե չէր ծխում։ Եվ այդ ժամանակ մտածում էր Աստծո եւ անաստվածության մասին, թե չէր մտածում, բայց այն որ սոցիալիստ դաշնակցական եւ սոցիալիստական դաշնակցությունը հանդիսանում էր կոռումպացված կառավարության, միջև կոկորտը կոռումպացված կառավարության անդամ, եւ հիմա այսօր եկել է խոսում է բանից, անաստվածությունից։ Այնտեղ էլի մեկը չեմ հիշում ով էր, ասում է, բան եք անում, պարգևավճարներով կաշառում եք պաշտոնյաներին, ձեր թիմակիցներին, ասում է, բան, ընդդիմադիր ինչ-որ պատգամավոր էր, պարգևավճարներով կաշառում եք ձեր թիմակիցներին, նախ դուք մեր թիմակիցը չեք մեկ, եւ երկրորդը մենք որևէ մեկին չենք կաշառում, մենք դա վարձատրություն է, բայց պրոբլեմն այն է, որ դուք ոչ միայն ստանում եք այդ վարձատրությունը, դուք երեսպաշտորեն գալիս եք այստեղ, դիստանցավորվում եք այդ վարձատրությունից։ Քանի որ դուք շատ եք սիրում ազգային բառը ամեն ինչին արժև ավելացնել, էլի, դուք ոչ միայն երեսպաշտ եք, դուք ազգային երեսպաշտ եք։ Եթե ազգային երեսպաշտության հուշարձան լինի կառուցելու, այդ հուշարձանը ձեր որևէ մեկի դեմքով պիտի լինի։ Եվ ամեն օր պետք է գան խնկարկեն ընդհանրապես բանը, բարոյականությունը, որը որ դուք ոտնատակ եք տալի։ Որքանով է բարոյական ստանալ այդ վարձատրությունը, տանել ծախսել։ Հետո գալ այստեղ խոսալ, այնպես կարծես դուք դրա հետ ոչ մի կապ չունեք։ Իհարկե անարդար է որ դուք ստացել եք, բայց դա օրենքի պահանջ է, որովհետև դուք ժողովուրդ ջան, դուք ձեր հիմնական մասը պարազիտանում է այս շենքում, ոչ թե աշխատում է։ Ասում է բանը, էլի որպես փաստարկ ասում է, մտահոգվում են ԿՊԱ-կանները, որովհետև իրենց հիպոթեկային վարկերը չեն կարողանում փակել։ Ախր սա ամենալավ ապացույցն է մեր ու ձեր տարբերության։ Որովհետև մարդը, որը պաշտոնյան, որը հիպոթեկային վարկով բնակարան է ձեռք բերում, նշանակում է, որ ինքը չի թալանել։ Եվ մի հատ ուրիշ բան էլ է նշանակում։ Երբ որ պաշտոնյան օրինակ 20 տարով հիպոթեկային վարկ է վերցնում, այդ նշանակում է, որ այդ պաշտոնյան սեփական կյանքը կապում է այդ երկրի հետ։ Ինքը ուզում է ապրել այդ երկրում, ինքը իր ապագան այդ երկրի հետ է կապում։ Ինքը Հունաստանում բաներ չունի, կղզիներ չունի, ինքը օֆշորներում գումարներ չունի։ Ինքը չունի 26 հատ անշարժ գույք։ Ասում եք Լևոն Մկրտչյանն ասում է, որ դա իրենը չի։ Լսեք, գիտեք 1, 2, 3, չգիտեմ, մի հատ հողակտոր, 2 հատ անշարժ գույք, հələ կարելի է մի ձև պատկերացնել, բայց հասկանում եք, դուք 26 անշարժ գույք, պարոն Խաչատրյան։ Դուք Բերանով եք դա ասում։ Կամ ասենք Հովիկ Աբրահամյանից 59 անշարժ գույք։ Այնքան կարելի է շարունակել, ժողովուրդ ջան։ Դուք ուզում եք ասեք, որ դուք կապ չունեք դրա հետ։ Դուք այդ դրա մեջ նստած եք, դուք այդ միլիոնների մեջ նստած, ասում եք մենք կապ չունենք այդ միլիոնների հետ։ Այս վերջերս մի հատ հարային դաշտում մի հատ մարդ կա։ Գիտեք, անունը չտամ։ Ինչ որ վիդեո էր նկարել, պատահաբար աչքովս ընկավ, ասում էր իմ չարակամները տարածել են իմ դեմ, թե իբր ես վատ եմ խոսում։ Ու ինքը դա վատ էր ասում, հասկանում եք, վատ խոսալով էր այդ բանն ասում։ Հիմա ձերն այդ որ դուք գալիս եք եւ ասում եք, որ այ ձեզ հետապնդում են, որ դուք կոռումպացված չեք, դուք այդ կոռուպցիայի մեջ նստած եք, ժողովուրդ, դուք այդ կոռուպցիայի փաստաբաններն եք, դուք սատանայի փաստաբաններն եք, հասկանում եք, հարգելի գործընկերներ, որ այդ բանն էլ օրենքներն էլ տանում եք բան, սահմանադրական դատարան փորձելով վիճարկել։ Կամ մի հատ ուրիշ բանի վրա եմ ես ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ 2025 թվականի առաջին կիսամյակի բանով, տվյալներով, 2018 թվականի համեմատ Հայաստանի պետական բյուջեի եկամուտները ավելացել են, մենակ առաջին կիսամյակով 2 միլիարդ դոլարով։
Տարեկան կտրվածքով մոտ 5 միլիարդ դոլար է։ Այդ 5 միլիարդը ինչ է։ Այդ 5 միլիարդն էլա չթալանվա։ Այդ 5 միլիարդը ձեր չթալանածն է, ժողովուրդ։ Այդ 5 միլիարդը Ռոբերտ Քոչյանի այդ 200 միլիոնն է, որը չի թալանվել։ Այդ 5 միլիարդը նույն Հովիկ Աբրահամյանի դղյակներն են։ Այդ 5 միլիարդը Լևոն Մկրտչյանի անշարժ գույքերն են։ Այդ 5 միլիարդը Իշխան Սաղաթելյանի գույքերն են։ Այդ 5 միլիարդը այդ բոլոր ապօրինի թալանված գույքերն են, որոնք չեն թալանվել ու դարձել են կենսաթոշակներ, որ հիմա բարձրացնում ենք, դարձել են առողջապահության ապահովագրություն, որը մենք անում ենք, դարձել են դպրոցներ եւ մանկապարտեզներ, դառնալու են ակադեմիական քաղաք, որի դեմ դուք խաչակրած արշավանք եք արել։ Այս է մեր ու ձեր տարբերությունը։ Ժամանակը սպառվեց, այսօր այսքան է, շնորհակալություն։ Հանդիպենք։ Ցավոք ձեզ չէին ընդհատում ընթացքում եւ չեմ կարող ավելացնել 10 րոպե։ Դե պետք է ֆայմեի։